ու քանի որ պապի սերը Մուրադը Պետրոսի տղան զենք է ունեցել, ինչ որ խմբի մեջ է մտել, որոնք օգնում էին ռուսական զորքերին թուրքերի ու քրդերի դեմ։ Հետո երբ հաշտությունը արդեն կնքվել է, Ադրիանապոլսի հաշտությունը 1829 թվի, բնականաբար նրանք մնալ Ալաշկերտում չէին կարող։ Պետք է հեռանային Ալաշկերտից եւ այն գաղթականությունը, որը սկսվել էր մոտ 100,000 արևմտահայեր տեղափոխվեցին Արևելյան Հայաստան, որ արդեն Ռուսաստանի տիրապետության տակ էր, ու մերոնք էլ դրանց հետ էին։ Պատմելով ճանապարհին, ուրեմն Մուրադը հետ է տարել, հասել է նորից Ալաշկերտ, հաջողեցրել է ինչ որ հարմար պահ է գտել, սպանել է բեգի այդ տղային, որը իր հորն էր սպանել, վրեժը լուծել է, հետո նոր եկել է միացել է գաղթականների խմբին։ Ու սկզբում նրանք հաստատվել են Հոռոմում, Հոռոմ գյուղ ունենք մոտիկ, որտեղ մեծ Գերդաստան են եղել, տարբեր տեղերում են ինչ որ հաստատվել, հավանաբար շատ հող ստանալու հույսով էլի, եթե որպես մեկ ընտանիք նրանց իմանային, կարող է ավելի քիչ հող տային, քան թե առանձին որպես ընտանիքներ։ Մի խոսքով ազգականներ են ունեցել նաև Աբարանում եւ ազգականներ են ունեցել Սևանա լճի ավազանում։ Մեր հոռոմցի ազգականները հիմա էլ նրանց ծերունդներից կան, բայց ծրվել են Հայաստանով մեկ։ Ուրեմն դրանք երկար ժամանակ կապան իրար հետ չեն ունեցել։ Յուրաքանչյուրն իր շրջանի հետ է կապված եղել։